Ջերմ ողջույններս, թե ջավախքից, թե լորվա ձորերից, Փառք Տիրոջը ձեզ համար ուրախ ենք իրոք այսօր մեր Երևանի ընտանիքի հետ լինելու, միշտ հրաշալի բարի հիշողություններով, Փառք Աստծուն այս հզոր օրվա համար նաև, մենք երանելի ժողովուրդ ենք, որովհետև Աստծո տան մեջ ենք, Աստծո ներկայության մեջ ենք։ Երանելի ժողովուրդ ենք, որովհետև ջանք ենք անում, որ ամեն ժամանակ Աստծո երկյուղի և սրբության մեջ քայլենք։ Երանելի ժողովուրդ ենք, որովհետև անկախ ամեն բանից ինչ էլ մեզ հետ կատարվի, մենք գիտենք, որ մեր անունները հավիտենական գառի գրքի մեջ գրված է։ Ամենամեծ երանությունը սա է։ Շատ մարդիկ մտածում են, իրանք կմահանան, նոր կմտնեն երկինք, բայց այն պահից, երբ որ ես ու դու ընդունեցինք Հիսուսին, մենք արդեն երկնքի իրականության մեջ ենք։ Մենք արդեն կենաց ծառից կերել ենք և արդեն իսկ քաղաքացի ենք։ Փառք Տիրոջը, եղբայրներ և քույրեր, ճիշտն ասած Հովհաննես եղբայրը այնքան լավ, ափսոս շատ կարճ էր այս ծառայությունը, Երանի պսակադրությունն էլ Հովհաննես եղբայրն աներ, մեր Հովհաննես եղբայրը այնքան հատուկ բառեր ու խոսքեր, էմոցիաներ օգտագործում, որ Հայր Աստծո էմոցիաները դու զգում ես քեզանից անկախ։ Տերը օրհնի Հովհաննես եղբայր ջան։ Այսօր առավոտ աղոթքին ես Աստծո սրտի վրա միշտ է զարմանում եմ, իր սիրո, քնքշության, իր այդ կարող զորության միշտ է զարմանում եմ։ Երկար ժամանակ էր, որ մեր Երևանի եկեղեցու մեծերին չէի տեսել, անկեղծ կարոտել էի, այսօր առավոտ աղոթքի ժամանակ հատուկ Սուրբ Հոգին ասավ. աղոթիր մեր Երևանի եկեղեցու մեծահասակ ծառայողների համար։ Ասի Տեր, ինձ համար մեծ պատիվ է և անսպասելի է, ու առաջինը Հովհաննես եղբորը հիշեցի, հետո Եթեր քույրիկին, հետո Էլի ահագին քույրեր, որ կարող անուններով չեմ հիշում, բայց սկսեցի աղոթել սրտանց, որովհետև այս մարդիկ մեր կյանքի վրա ներդրում ունեն։ Եվ մեր ծառայության որոշ պտուղների համար մենք երախտապարտ ենք այս մարդկանց, սիրելի եղբայրներ քույրեր։ Պետք է իրոք գնահատենք, պատիվ տանք, որովհետև Աստծո խոսքը մեծահասակների, ծերերի, մազը սպիտակածների համար հատուկ պատվերներ ունի։ Մազը սպիտակածի առաջ ասում է ոտքի ելիր։ Ես սա չէի պատրաստել, ուղղակի ինքնաբուխ ստացվեց։ Տերը օրհնի ձեզ, ուրեմն թեման, որ ուզում եմ այսօր ձեզ հետ բաժնեկցեմ, հետևյալ կերպ եմ վերնագրել զորության օրենքները։ Իմ նպատակը այսօր Սուրբ Հոգու օգնությամբ սա է լինելու, որպեսզի եթե դուք ուզում եք զորավոր մարդիկ լինեք, ու զորավոր մարդը դա մեծ մուսկուլներով մարդը չի, ասենք Արնոլդ Շվարցնեգերի, չգիտեմ, տենց այդ դեմքերի, որոնք որ բայևի կինոներում հանդիպել եք անշուշտ, վերջը, Աստծո խոսքը ասում է, որ իրական զորավորները նրանք են, որ Տիրոջն են ապավինում անկախ ամեն բանից։ Եվ այս զորավոր մարդիկ, ովքեր որ ապավինում են Տիրոջը, ասում է, աշխարհի զորավորներից էլ զորավոր են լինելու։ Աշխարհի զորավորները հոգնելու են եւ թուլանալու են, բայց Աստծուն ապավինողները պիտի գնան եւ չհոգնեն, պիտի վազեն եւ չթուլանան։ Եվ նրանց նմանեցնում է Աստված արծիվների, որոնք որ իրանց թևերը բացում են եւ այդ քամիների վրա, բնական քամիների վրա սավառնում են։ Եվ ես ու դու ենք այդ մարդը, բայց տեսեք, մի քանի հիմքեր կա, որոնք որ եթե մենք այդ հիմքերը չապահովենք, մենք այդ օրենքները չկիրառենք մեր կյանքի մեջ, մենք այդ զորությունը չենք ունենա, եղբայրներ քույրեր։ Ընդհանրապես Աստված եւ որ արարեց տիեզերքը, տեսանելի եւ անտեսանելի ամեն բան, որ Աստված որոշեց արարի եւ ստեղծագործի, ինքը ամեն բանի մեջ օրենքներ ա դրել։ Ես չեմ խոսում Մովսեսի օրենքի մասին, ես խոսում եմ առաջին հերթին բնական օրենքի, կա տիեզերական ձգողականության օրենք, որ աստղերը իրար չեն բախվում, մոլորակները իրար չեն բախվում եւ տիեզերքում կատարյալ ու աննկարագրելի ներդաշնակ հավասարակշռություն ա տիրում, որովհետեւ Աստված օրենքներ ա դրել։
Եվ կա հասարակական, բարոյական օրենքներ, կա հոգևոր օրենքներ եւ ամենամեծ օրենքը, որ այսօր Աստված ուզում է տեսնի իր եկեղեցիների մեջ, դա իր հավիտենական սերն է, Աստծո սերը, դա եւ տեսեք, եթե մենք ուզում ենք զորավոր մարդիկ լինենք, կան օրենքներ, որոնք որ մենք պիտի պահենք եւ իմ այսօրվա նպատակը եւ Տիրոջ առաջնորդությունը ես այդպես եմ ստացել, ես խոսալու եմ սրա մասին։ Ուրեմն առաջի համարը, որ ուզում եմ կարդամ ձեր համար, Ղուկասի ավետարանի 9-րդ գլխից եմ կարդալու։ Այսօր որոշ համարներ Ղուկասից եմ կարդալու, որովհետեւ Ղուկաս ավետարանը ես ընդհանրապես ավետարանները շատ եմ ուսումնասիրել եւ ավետարանների մեջ բավականին նրբություններ եմ հայտնաբերել։ Ղուկաս ավետարանիչը կոնկրետ շատ է խոսում ոչ միայն իշխանության մասին, այլ Ղուկաս ավետարանում մենք հանդիպում ենք զորություն բառը, շատ ենք հանդիպում։ Երեք ավետարանների մեջ Մատթեոս, Մարկոս եւ Հովանես, ասում է Հիսուսը իր աշակերտներին իշխանություն տվեց հրաշքներ անելու եւ բժշկություն, բայց Ղուկասը նշում է իշխանություն եւ զորություն։ Եվ սա պատահական բան չի, զորությունը արտադրվում է ինչ-որ բաների հետևանքից կամ պատճառով։ Եվ եթե մենք ուզում ենք ունենանք զորություն, նեղություններին համբերելու եւ այդ նեղությունների մեջ հաղթական լինելու, եթե ես ուզում եմ ունենամ զորություն, ներելու կարողություն, եթե ես ուզում եմ ունենամ զորություն, որ կարողանամ իմ թշնամիներին սիրեմ, եթե ես ուզում եմ ունենամ զորություն, որ հիվանդների համար աղոթեմ եւ հիվանդները բժշկվեն, օրենքներ կա, որ մենք պիտի կիրառենք մեր կյանքի մեջ։ Եվ ես մի քանի հիմնական օրենքների շուրջ եմ այսօր պտտվելու, ուրեմն Ղուկասի 9-րդ այս 28 խոսքից սկսած, ես հատկապես 29-ն եմ շեշտելու, տեսեք, երեք ավետարանների մեջ այս պատմությունը գրված է, այս պատմությունը հետևյալն է, որ Հիսուսը երեք առաքյալների հետ բարձրացավ սարը եւ այնտեղ այլակերպեց։ Մատթեոսը եւ Մարկոսը շեշտում են, ուղղակի ասում են, եւ բարձրացավ սարը եւ Հիսուսը այլակերպեց, բայց Ղուկասը մի հատ հատուկ բանալի է տալի, որ ինչ էր անում Հիսուսը, որ այլակերպեց, եւ դա գրված է հենց 29 խոսքի մեջ, ուշադիր լսեք։ Եվ երբ նա աղոթում էր, երբ Տերը աղոթում էր, տեսեք, այն երկու ավետարանիչները աղոթքի մասին բան չեն ասում, բայց Ղուկասն ասում է, երբ նա աղոթում էր, նրա դեմքի կերպարանք այլակերպեց եւ նրա հագուստը սպիտակափայլ դարձավ եւ ահա նրա հետ խոսում են երկու մարդ, որ Մովսեսն ու Եղիան էին։ Երբ նա աղոթում էր, նրա հագուստները փոխվեց, նրա դեմքը արևի նման սկսեց փայլել, այնքան փոխվեց, այլակերպեց Հիսուսը այդ աղոթքի ժամանակ, որ Փառքը երկնքից երկու մեծ մարգարեներ իջան եւ սկսեցին խոսել Հիսուսի հետ, որ մի ուրիշ ավետարանիչ ասում է, որ երկրի վրա այդպիսի քիմիական փոշի չկա, որի շնորհիվ հնարավոր լիներ այդպես ճերմակացնել մարդու հանդերձանքը։ Ինքը սովորական շորերով էր, բայց ամեն ինչ փոխվեց եւ երես արևի նման փայլում էր։ Եվ մի բանալի, երբ նա աղոթում էր, այդ ժամանակ այլակերպեց։ Աստծո խոսքը սրանով ուզում ասի, որ ես ու դու գնում ենք աղոթքի, եւ որ ես ու դու մտնում ենք մեր ներքին սենյակները, եւ որ մենք կանգնում ենք աղոթքի, հոգեվոր իրականության մեջ ինչ որ բան է տեղի ունենում։ Դուք շատերը շատ անգամ եք զգացել դա, որ եւ որ աղոթքից եք դուրս գալիք, դուք լրիվ ուրիշ մարդ եք, բայց եւ որ գնում եք աղոթքի, ձեր հոնքերը կիտած էր, ձեր դեմքին նայել չէր լինում, դուք ինքներդ երևի միջև աղոթքը, որ ձեզ հայլում եք, տեսնում եք, ուրիշ եք տեսնում, բայց աղոթքից հետո դուք տեսնում եք, որ փայլ կա ձեր դեմքի վրա։ Եվ Աստծո խոսքը ասում է, եթե դու ուզում ես փայլես, եթե դու ուզում ես վերափոխվես, տեսեք, շատ մարդիկ գալիս են աղոթքի հովիվների մոտ, աղոթողների մոտ, կներեք ծառայողների մոտ եւ մտածում են, ցավոք սրտի կա հավատացյալների մի տեսակ, որ իրանք մտածում են, որ հովիվների մոտ կնոպկա կա, կոճակ կա, որ իրանք այդ կոճակի տեղը գիտեն, սեղմեցին անմիջապես ձեր կյանքում ամեն ինչ պիտի փոխվի։ Ասում եմ ձեզ,
սրտանց խոստովանում եմ ձեզ, այդ ձևի կնոպկեք մենք չունենք, ժողովուրդ ջան, չկա այդ ձևի կոճակ, որ մենք սխմենք եւ ամեն ինչ փոխվի, այդ կոճակը կա, բայց մեր ձեռին չի, Հիսուսի ձեռին է, հասկանում եք, եւ որպիսի Հիսուսը այդ կոճակին սխմի, կարեւոր է, որ ես ու դու Հիսուսի մոտ գնանք, եւ եթե դու չես որոշել փոխվելու, եթե դու մատդ քո փոխության վրա չես դրել, ուրիշները ուզում ես փոխվեն, աղոթում ես, որ քո կեսուրը հարսը կներեք, որ մի քիչ այսպիսի խորության մեջ եմ գնում, կամ քո եղբայրը, քույրը կամ քո ծնողները փոխվեն, բայց դու քո փոփոխության մասին չես մտածում, ասեմ քեզ դու սխալ աղոթք ես անում։ Շատ կարևոր է Աստված առաջին հերթին ուզում է, որ մենք փոխվենք, որովհետև եւ որ մենք փոխվում ենք, մեր ակնոցներն է փոխվում, մեր սև են մուգ ցույց տվող մարդկանց մուգ ցույց տվող ակնոցները դառնում է լուսավոր, գույնզգույն, Հովանես եղբոր ներկայացված են գեղեցիկ ծաղիկների գույնի։ Եվ այդ կոճակը Հիսուսը սխմում է եւ որ ես ու դու սրտանց եւ խոնար մտնում ենք իր մոտ եւ մեր ներքին խնդիրը ներկայացնում ենք իրան եւ ինքը անպայման մեզ փոփոխության է ենթարկում։ Ուրեմն շատ կարեւոր մի օրենք կա, եթե մարդ արարածը սկսում է շփվել իր արարչի հետ, դա կոչվում է աղոթք, որը որ Աստծո երեսը փնտրել է նաև նշանակում, այդ ժամանակ երկնքում մի կոճակ է սխմվում եւ մենք սկսում ենք ներքնապես այլակերպվել, մեր հանդերձները սկսում է փոխվել, մեր երեսի գույնը սկսում է փոխվել, մեր հայացքը անգամ սկսում է փոխվել եւ իրոք մենք լցվում ենք երկնային բերկրանքով եւ ուրախությունով։ Դուք հիշում եք միտեղ Գեթսեմանի պարտեզում ես տարիներ եմ մտածել ինչու Տերը 3 անգամ աղոթեց։ Շատ հավատացյալներ ուղղակի կամ տգիտությունից կամ դեռևս հոգեորապես չաճած լինելու պատճառով իրանք մտածում են, որ դե ինչ կար փրկչի համար, Հիսուս Քրիստոսի համար, ասենք, ինքը ուղիղ կապ ուներ, երբ էլ աղոթում էր, Աստված լսում էր, բայց Գեթսեմանի պարտեզում մեր Տերը 3 անգամ գնաց եւ նույն աղոթքը արեց։ Եվ տեսեք Ղուկաս ավետարանի նորից Ղուկասի մոտ 22:43 խոսքում մի հետաքրքիր բան կա, որ 3-րդ աղոթքին տեղի ունեցավ։ Եվ որ ասմանա ծանր տառապանքի մեջ էր, որ անգամ քրտինքը արյան կաթիլների նման թափվում էր մեր փրկչի երեսից, երկնքից մի հրեշտակ երևաց եւ զորացրեց Հիսուսին։ Մենք տեսնում ենք նորից Հիսուսը տառապանլից պատերազմի մեջ էր, նա մի շատ դաժան փոթորիկի մեջ էր եւ նա որոշել էր, որ ինքն իրան դնի զոհասեղանին եւ նա գիտեր ինչ է նշանակում այդ գավաթը խմել եւ նա կարիք ուներ զորության։ Եվ երբ որ 3-րդ անգամ գնաց աղոթքի, տեսեք, այն 2 անգամները այդ զորությունը չհպվեց, նա դատարկվում էր, բայց 3-րդ անգամ երկնքից գրված է, հրեշտակը երևաց եւ նրան զորացրեց։ Մենք տեսնում ենք, որ զորության մեխանիզմը գտնվում է աղոթքի մեջ առաջին հերթին։ Եթե ես ու դու աղոթող մարդիկ ենք, Աստծո երեսը փնտրող մարդիկ ենք, սիրելիներ, աղոթք ասելով ես սա նկատի չունեմ։ Բարիլույս Հիսուս, մի րոպեանոց։ Իրիկունն է քնելուց առաջ Տեր, որ գաս ինձ հիշի, խնդրում եմ չմոռանաս։ Տարիներ առաջ էր, որ Աստված իմ կյանքում աղոթքի արթնություն բերեց, ես պատմում եմ մոտավորապես 98-99 թվականի պատմություն, մի եկեղեցուց մի եղբայր ինձ հյուր էր եկել, մի քանի ժամով, ու նենց ստացվեց, որ կեսօրին եկավ ու իրիկունը ուշ պիտի հետ դառնար, այդ սաղ օրը համ գործ ենք հանում, համ զրուցում ենք, լավ եղբայր էր ինքը, բայց ես իրան հարց տվի, ասի աղոթքիդ կյանքը ոնց է, ինձանից շուտ էր ինքն ապաշխարել ու իմ մեջ այսպիսի մի բան կար, եւ որ մենք Աստծո քաղցր լինելու համը առնում ենք, ինչպես առաջի Պետրոս 2-րդ գլխում է գրված, մենք ավելի ենք ուզում այդ քաղցրությանը շփվենք, անպայման իրական Աստծո հետ շփումը մեզ մեր աղոթքի կյանքի մեջ բերում է ավելացում, այսինքն մեր մի րոպեն դառնում է 10 րոպե, 10-ը դառնում է 50, 50-ը դառնում է 100, 100-ը դառնում է 1000, մենք ավելի ենք ուզում շփվենք այն անձնավորության հետ, որը ամեն բանի տերն է եւ ամեն ինչ տեղյակ է եւ ամեն ինչ իր իշխանության ու զորության մեջ է։
Ու իմ աղոթքի կյանքը հաճել էր ու ես մտածում եմ, որ երևի այս եղբոր մոտ էլ, քանի որ ինձանից շուտ էր ապաշխարել, ցավոք սրտի ինքը ասավ դե ոնց կար այդ ձևել մնում է, առավոտը բայլուս եմ ասում Հիսուսին, իրիկունն է գնալուց առաջ, որ աղոթում ենք, ինքը ասավ Տեր ջան, որ այս գիշեր գաս ինձ չմոռանաս։ Ես նեղվեցի այդ ձևի աղոթքից, ասի եղբայր, Տերը սկլերոզով չի տառապում, նա բոլորին էլ հիշում է, նա հիշում է նրանց, ովքեր որ իր երկյուղը ունեն, նա հիշում է նրանց, ովքեր որ օրվա մեջ չեն մոռանում իրանց Տիրոջ երեսը փնտրել, նա հիշում է բոլոր խոնարհներին, Աստծո խոսքը ասում է, թե ում է հիշում Աստված, հասկանում եք, բայց ցավոք սրտի կան մարդիկ եւ կան ազգեր եւ լինում են անգամ եկեղեցիներ, որ Աստված մոռանում է, հայտնության գրքում Տերը եկեղեցիներ կասում է, ձեր վիճակը այնքան զզվելի է, որ ես արդեն ուզում եմ ձեզ հետ տամ իմ մեջից, Լաուդիկեի եկեղեցին, այսինքն եթե մենք ուզում ենք, որ զորություն ունենանք, օրենքներ կա, որ պիտի պահենք եւ դա առաջի օրենքը դա աղոթքի օրենքն է, Հիսուսը Եվ որ մտավ տաճար, եւ որ խարազան սարքեց եւ բոլոր առևտուր անողներին դուրս արավ, մենք մտածում ենք մեկ ավանդական եկեղեցիների վրա, որ խոսքի, չգիտեմ, այնտեղ բաներ են վաճառում, իկոնաներ, որ այս առևտրի տուն են սարքել, բայց մենք չենք ուզում մեր մեջ խորանանք, որ մեր օրը այնքան ենք հագեցնում բացասական ինֆորմացիաներով, հասարակական ինֆորմացիաներով, քաղաքական ինֆորմացիաներով, որ մեր ներսում էլ Հիսուսի համար տեղ չի լինում։ Ու մենք ենք դարել արդեն առևտրի կամ քաղաքական, այսպես ասած մի տուն, ոչ թե աղոթքի տուն, իսկ Հիսուսը երբ որ ամեն ինչ մաքրեց, տաճար ազատագրեց, ասավ, այս տունը նախասահմանված է աղոթքի տուն լինելու համար, այս տան մեջ ուրիշ բան պիտի չլինի, այս տան մեջ, եւ այդ տունը ես ու դու ենք առաջին հերթին, ու երբ որ ես ու դու աղոթքի մարդ ենք, որ հավաքվում ենք, կրակը պիտի անպայման թեժանա, չի կարա նույնը մնա, զորությունը պիտի գործի, եւ զորությունը գործում է համապատասխան օրենքներով, եղբայրներ քույրեր։ Ուրեմն երկրորդ մնացորդած 7-րդ գլխի մեջ Սողոմոնի կառուցած Աստծո տան նավակատիքն է, եւ տեսեք, թագավորած գրքում նորից այդ նուրբ տեղը չկա։ Սողոմոնը մի երկար աղոթք անում, եւ հենց երկրորդ մնացորդած 7-րդ գլխի մեջ, 6-րդ գլխի մեջ ամբողջը Սողոմոնի երկար աղոթքն է, եւ 7-րդ գլխի մեջ ասում է, հենց որ Սողոմոնը աղոթքը ավարտեց, երկնքից կրակ իջավ, եւ հենց այդ ձև գրված է, եւ լափեց, ոչ թե կերավ կամ ոչնչացրեց, լափեց բոլոր զոհերը, եւ ասում է այնտեղ եղող բոլոր ժողովուրդը բերանների վրա ընկան եւ սկսեցին երկրպագել Տիրոջը։ Տեսեք, երբ իջավ կրակը, Արամ եղբայրը լավ բան ասավ, մեր զոհը բերում Աստծո կրակը, բայց մենք միայն ֆինանսական զոհեր չենք անում, մենք ժամանակի զոհ ենք անում, մեր աղոթքը եւ որ մեր սիրտը խոնար է Տիրոջ առաջ, դա հրաշալի զոհ է։ Ու երբ որ մենք մեր աղոթքը վերջացնում ենք, աղոթքի տեսակներ կա, որ Աստծո կրակն ու փառքը կարա հատուկ կերպով իջնի։ Եվ Աստված այսպիսի աղոթողներ է փնտրում եւ այսպիսի երկրպագուներ է փնտրում։ Ես կարդալու եմ նորից Ղուկաս ավետարանի 4-րդ գլխից եւ ստեղ արդեն 2 բանալի էլ ավելանում, աղոթքի հետ պլյուս ծոմապահություն եւ պլյուս մի շատ վատ բան, որ մենք ոչ մեկս չենք սիրում, անապատ։ Անապատը դա ընդհանրապես կապ ունի փորձությունների հետ, տառապանքների հետ, եւ որ մենք բախվում ենք խնդիրների, եւ որ մենք ընկնում ենք պտտահողմերի մեջ, անապատը հիմնականում այդպիսի բան է, եւ տեսնում ենք, որ Հիսուսը մկրտվելուց հետո, 3-րդ գլխում նշում է, որ եւ որ Հովանեսը մկրտեց, աղավնին իջավ եւ Սուրբ Հոգով լցված Հիսուսը հոգուց տարվեց անապատ 40 օրյա ծոմապահությամբ, որպեսզի փորձվի սատանայից։ 3 բան, 40 օր կար աղոթք, 40 օր կար ծոմապահություն եւ 40 օր շարունակ Հիսուսը անապատի մեջ էր եւ փորձությունը մեկը մեկի հետևից գնալով թեժանում էր։ Բայց մի բան
հետաքրքիր 14 խոսքի մեջ, եւ որ Հիսուսը լցված գնաց, նա անպայման պիտի հաղթեր եւ հաղթեց սատանային այդ 3 փորձությունները գլխավորագույն, որոնք որ մեր նախահայր Ադամը պարտվել էր, աչքերի ցանկություն, մարմնի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն, այսինքն Աստծուց անկախ ապրելու սեփական խելքով եւ հասկացողությունով։ Այս աշխարհում կան ճակերտավոր խելացի մարդիկ, որոնք մտածում են, որ իրանք արարչից խելացի են եւ արարչի կարիքը չունեն։ Բայց մենք, որ հասկացել ենք, որ առանց արարիչի չենք կարող ապրել, մենք պիտի սովորենք արարիչի օրենքները կիրառել, որպեսզի ունենանք զորություն, էներգիա, կարողություն, որպեսզի կարողանանք ճիշտ ապրենք։ Եվ նա լեցված գնաց փորձվեց անապատի մեջ եւ 14 խոսք ասում է, եւ Հիսուսը Սուրբ Հոգու զորությունով դուրս եկավ անապատից եւ նրա համբավը տարածվեց այդ բոլոր գավառների մեջ, շրջակա գավառների մեջ։ Եվ այդ տարիներին, երբ որ ես նայում եի այս համարները, Տերը ինձ մի կարևոր բանալի էլ տվեց։ Համբավը Սուրբ Հոգու զորության հետևանք է, ոչ թե ինքնագովազդների եւ գովազդների հետևանք։ Գովազդով համբավ էլ կա, բայց դա երկար չի տևում, դա փթած տախտակի նման է, որ մարդը քայլում է ինքնագովազդի վրայով, բայց եւ որ մարդը լցված է Սուրբ Հոգով եւ ունի Սուրբ Հոգու զորությունը, Սուրբ Հոգին ինքն այդ մարդու համբավը հոգեվոր աշխարհի մեջ տարածում եւ այդպիսի մարդիկ ունենում են ազդեցություն հասարակական ամեն տեսակի շարժումների վրա։ Փառք Տիրոջ, ուրեմն աղոթքի հետ կարեւոր է նաեւ ծոմապահությունը։ Իմ խորհուրդը սա է, տարվա մեջ 2 սեզոն վերցրեք, որպեսզի 2 հատ ծոմապահության սեզոն ունենաք։ Եվ դա շատ դժվար էլ չի, շաբաթական 2 ծոմ պահես, մի հատ գարունը, մի հատ աշունը կամ մի հատ ձմռանը, մի հատ էլ ամռանը, նայած որ սեզոնը կընտրես, եւ սա հրաշալի հոգեվոր մեր մթնոլորտը ծոմապահությունը, գիտեք ինչի նման է նաեւ։ Այս կամերաները, որ կա ճիշտ է հիմիկվա կամերաները իրանք լրիվ ավտոմատ կառավարվող են, իրանց այդ ֆոկուսը ավտոմատ է բռնում, բայց մեր ժամանակներում հիշում եմ զենիթ ապարատներ կար, որ մենք ձեռով ենք դրա այդ ֆոկուսը բռնում։ Ծոմապահությունը մեզ լավ ֆոկուս է տալիս։ Մենք կարողանում ենք ճիշտ տեսնենք մարդկանց, մենք կարողանում ենք ոչ թե մարդու մուննատ երեսը տեսնենք, այլ նրա կոտրված սրտի հետևանքով մուննատ երեսն ենք տեսնում եւ ճիշտ ենք հասկանում այս մարդուն, հասկանում եք։ Եվ ծոմապահությունը մեզ այդպիսի յուրահատուկ կարողություն է տալի եւ սա նույնպես զորության օրենքի մեջ է մտնում եւ անապատը նույնպես շատ կարեւոր է։ Եւ մի բան, որ Հիսուսը 2 տուն շինողների առակի մեջ պատմեց Մատթեոս 7-րդ գլուխ 24 խոսքի մեջ, ինքը շատ շեշտեց հետևյալ միտքը՝ լսել եւ կատարել։ Հակոբոս առաջի գլխի մեջ 22-ից 25 համարների մեջ Հակոբոս առաքյալը ասում է այն մարդը, որ Աստծո խոսքը միայն լսում է, բայց չի կատարում, նման այն ազնվորությանը, որ հայելի մեջ հպանցիկ իր երեսը տեսնում է եւ հետո անցնում ու շուտ մոռանում է, թե ինչպիսի մեկն էր։ Բայց եթե մեկը ազատության կատարյալ օրենքի մեջ աչք տնկած նայում է եւ չի մոռանում, այս մարդը ասում է նման է Աստծո խոսքը կատարող մարդին։ Այսինքն դու քեզ ես ուսումնասիրում առաջին հերթին Աստծո խոսքով, ոչ թե Աստծո խոսքը կարդում ես, ասում ես իմ հարևան բաբկենն է, այն էլ իմ կեսուր Լիդան է, այն էլ չգիտեմ ովն է, ինչքան վատ բան կա սաղի վրա դու կարդում ես, պիտակներ ես կպցնում, բայց հետո որ կարդում ես Հիսուսի խաչելիության մասին, ասում ես ես էլ ես եմ։ Սաղ ինձ խաչում են, աչից խաչում են, ձախից խաչում են, չէ՞։ Լորեցիկ մի խոսք ունեն, ասում են կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Սա սխալ արտահայտություն է, չի կարելի նման արտահայտություն անել։ Եվ լավ բաները մեզ ենք վերագրում, բայց վատ բաները վերագրում ենք այն մարդկանց, ում հետ որ կոնֆլիկտ ունենք։ Բայց Աստվածաշունչը ասում է, դա հայելի է, դու քեզ նայի։ Եթե դու ուրիշներին ես նայում, դա ծուռ հայելի արդեն, դա ճիշտ հայելի չի, այսինքն հայելին լավն է, դու ես ծուռ նայում։ Մենք Աստծո խոսքը կարդում ենք, որպեսզի փոխվենք։
Ես Աստծո խոսքը կարդում եմ, որպեսզի փոխվեմ։ Ես Աստծո խոսքը կարդում եմ, որպեսզի նմանվեմ իմ Արարչին։ Ես Աստծո խոսքը կարդում եմ, որպեսզի այն զորությունը, որ Աստված պատրաստել է իմ համար, որ ես ճիշտ ապրեմ իր առաջ, ես այդ զորությունը ունենամ։ Հիմա հովիվ եմ, հովիվ չեմ, ծառայող չեմ։ Ես Աստծո խոսքը դրա համար չեմ կարդում, որ գամ ձեզ քարոզեմ։ Իսկ իմ մտքով էլ դա չի էլ անցնում։ Ես Աստծո խոսքը կարդում եմ եւ ուսումնասիրում եմ մի հիմնական նպատակով, որ իմ Արարչին լավ ճանաչեմ։ Որևոր նրա առաջ կանգնեմ, նա ժպտա եւ ասե. ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Սա է կարևորը։ Մենք Աստծո խոսքը դրա համար պիտի կարդանք առաջին հերթին։ Դա զորության աղբյուր է։ Ուրեմն լսել եւ կատարել է նույնպես մեր բանալիներից մեկն է, եւ որ լսում ենք Աստծո խոսքը, մենք ինքնակննություն անենք։ Եթե մենք մեզ չքննենք, մենք չենք կարող կատարել։ Առաջին հերթին մենք այդ խոսքերով պիտի մեզ քննենք։ Մի զորության օրենք, որը որ կոնկրետ իմ դուրը շատ է գալի, Երեմիա 15 գլխից կկարդամ։ Զորության օրենք, որը որ կապ ունի ապաշխարության հետ, եւ առակաց առաջի գլխից 23 խոսքն եմ ցույց տալու ձեզ, 23 խոսքի մեջ համարյա նույն միտքն է, նախ կարդամ Երեմիայի 15 գլխի 19 խոսքը։ Տեսնենք ինչ ասում Երեմիա մարգարեն։ Ուստի այսպես է ասում Տերը, ինձ եւ ձեզ, ամեն մեկից։ Մենք Աստծո տան մեջ ենք, մեր նպատակ Աստծո խոսքը լսելն է։ Ուստի այսպես է ասում Տերը. եթե դառնաս, ես քեզ կվերականգնեմ։ Եվ իմ առաջ կկանգնես, եթե դու անարգը պատվականից զատես, իմ բերանի պես կլինես։ Նրանք կդառնան քեզ, բայց դու նրանց չես դառնա։ Ի նկատի ունի անապաշխար խավը, թե եկեղեցում, թե աշխարհում։ Ես քեզ այս ժողովրդի դեմ պղնձե ամուր Պարիս կդարձնեմ եւ նրանք կպատերազմեն քո դեմ, բայց քեզ չեն հաղթի, որովհետեւ ես քեզ հետ եմ, որպեսզի քեզ փրկեմ եւ ազատեմ, ասում է Տերը։ Աստված ասում է, ես քեզ այնպիսին կդարձնեմ, որ ոչ ոք քեզ չի կարող հաղթի։ Բայց հետաքրքիրը գիտեք որն է, հավատացյալների մի տեսակ կա, մեկ ուզում եմ ասեմ սորտ, բայց չգիտեմ ճիշտ կլինի այդ բառը թե չէ։ Մի տեսակ կա, որ Աստվածաշնչի են մենակ եթեն իրանք եթեի վրա ուշադրություն չեն դարձնում, են հետևանքն են մենակ ուզում։ Աստված ուրեմն ինձ իր բերանի նման կդարձնի եւ ինձ իր արչեւ կկանգնեցնի եւ ես բոլորին կհաղթեմ։ Բայց այն որ ասում է եթե դառնաս, այս սրանով չեն խորանում, բայց Աստվածաշունչը ասում է առաջին հերթին շեշտը պիտի դնենք Աստծո եթեի վրա, որպիսի ապան էլ գա մեր վրա, ապան չէ, ապան, մի պե, չնայած ապան էլ է գալի, ասեմ ձեզ, եթե ես ու դու հնազանդ ենք Աստծո ապայի տակ ենք, այդ ստրախովկեն ունենք, բայց եթե հնազանդ չենք, մենք Աստծո իշխանությունից դուրս ենք, եղբայրներ, քույրեր, ուրեմն շատ կարևոր է, եթե ասում է դառնաս, ես քեզ կվերականգնեմ։ Հիմա նայեք, ինչից ենք մենք վերականգնում, ինչքան խնդիրների հետ ենք մենք բախվում, իրոք ահա որ շատ ծանր ժամանակաշրջանի մեջ ենք, մի ինֆորմացիոն աղբյուր չկա, որ դու բացես ու մի հատ լավ բան լսես, ասես Հայաստանում Սյունիքի մարզում մեծ ապաշխարություն ա սկսել։ Ինչ երանի կլինի այն հեռուստատեսությունը, որ այդ ձևի լուր հաղորդի, չէ։ Ավարիա, ջարդուփշուր, սպանություն, բաժանումներ, պատերազմ, մի հատ նորմալ ինֆորմացիա չենք լսում։ Եվ այս ամեն ինչը կոտրում է մեզ, ջախջախում է մեզ եւ ընտանեկան իրավիճակներ, ֆինանսական, մարդիկ աշխատանք չեն ունենում, բախումներ կա տարբեր մակարդակների մեջ եւ շատ բաներ է ազդում մեր վրա եւ կա չար, կա սատանա, որը որ ամեն մի գործոն այս աշխարհի մեջ ուզում է օգտագործի, որ ինձ ու քեզ կոտրի, ինձ ու քեզ շարքից անի, մենք չլինենք Աստծո նման, դա նրա հիմնական նպատակն է, որ ես ու դու չհամապատասխանենք Աստծո ծրագրին եւ չունենանք նրա զորությունը, որովհետեւ ինքը սարսափում է Աստծո զորությունը ունեցող մարդկանցից։ Եվ
մեզ պետք է վերականգնվել, իսկ Աստված ասում է, եթե դառնաս, ես քեզ կվերականգնեմ, դառնալ սրտով եւ ոչ թե բերանով, եւ Առակաց առաջի գլխի մեջ 23 խոսքը նույն բանն ասում, իմ հանդիմանությանս դարձեք, կկարդակ տանը, այսօր տնային առաջադրանք եմ տալի, Առակաց 1:23 անպայման տանը կարդացեք, իմ հանդիմանությանս դարձեք և իմ հոգին կհեղեմ ձեր վրա և իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ։ Ինչքան մարդիկ կան, մոտենում են, եղբայր ջան, կարդում եմ, բան չեմ հասկանում, կարդում եմ, բան չեմ հիշում, ստեղով մտնում անդեղով դուրս է գալի, չէ, ինչքան լիքը, եկեղեցիների մեջ, ես շատ եմ հանդիպում, Աստծո խոսքը ասում է, պատճառը, որ դու կարդում ես և շատ բան չես հասկանում, չի մտնում նա է, որ սիրտը չես ուզում դարձնես դեպի արարիչը։ Աստված ասում է, եթե դառնաս, ես իմ հոգին կթափեմ քո վրա և իմ խոսքերը կհասկացնեմ քեզ։ Աստված ասում է, դա իմ նախաձեռնությունն է, ես դա կարող եմ անել, բայց մի հատ եթե կա, որ մենք, սիրելի եղբայրներ, քույրեր, պետք է այդ եթեի վրա շեշտը դնենք, շեշտը ոչ թե դնենք հետևանքի վրա, այլ հիմքի վրա, եթեի վրա։ Եթե դառնամ, իսկ այդ դարձը սրտի մտածելակերպի փոփոխությունն է, որը ազդում է նաև մեր սրտի վրա, մեր ներաշխարհի վրա։ Տեսնում ենք, որ Աստվածաշունչը ինքը ճշմարիտ, կատարյալ ճշմարտության աղբյուր է, ուրեմն զորության աղբյուրներից, հզոր աղբյուրներից մեկը մարդու ապաշխարող սիրտն է, ապաշխարել, միտքը փոփոխել Աստծո խոսքի ազդեցությունից, այս աշխարհի համակարգին հակառակ դառնալ, չէի ներում, չէի ուզում ներել, որոշել էի, որ էլ չներեմ, այլևս չշփվեմ այդ մարդի հետ, այդ գերդաստանի հետ կամ չգիտեմ ում հետ, բայց Տեր, ներողություն եմ խնդրում, Հայր մերի մեջ ասում է, եթե ես չներեմ, իմ հայրն էլ ինձ չի ների, և սա ինձ պարտավորեցնում է, և սա ինձ տալիս է հասկացողություն, և ես որոշում եմ դառնալ, հրաժարվում եմ իմ սխալ որոշումներից չներման, և ասում եմ Տեր, համաձայն եմ, ինձ տուր կարողություն, որ ես կարողանամ ներեմ։ Այդ քո այդ համաձայնության աղոթքը արդեն քո կյանքի վրա կբերի հատուկ զորություն։ Հիմա ես ներումը շեշտեցի, որովհետև հիմա այն ձևի ժամանակներում ենք, որ վիրավորանքը ահա որ շատ ամեն կողման է, եւ եթե մենք մեր ներող սիրտը այսօր մեծ գանձերից մեկն է, կարելի ասել հոգևոր կյանքի անկյունակար է դարձել ներող սիրտը։ Ու կարևոր է, որ մենք ներման վրա միշտ ամեն օր աշխատենք։ Հաջորդ համարը հայերի դեմա, օբշի, հայության դեմա, ժողովուրդ ջան, կարգ ու կանոնի մասին է։ Ես ասում եմ հայության սինդրոմ, անկարգ, միշտ ուշանաս, խոստանաս չկատարես, հայության սինդրոմներից է։ Տեղեր կա, որ դե գիտեմ, ես էլ եմ հայ, ես էլ եմ ունեցել այդ վատ հատկությունը, բայց շատ եմ դրա վրա աշխատել, ես որտեղ որ եկեղեցաշինության մեջ Աստված առիթ է տվել, որ այդ տվյալ եկեղեցու ծառայողական թիմը բարձրացնենք, ես այդ ծառայողական թիմին մենակ մի բան եմ ասել, եթե դուք ուզում եք, որ ես հոնքերս հավաքեմ, տրամադրությունս ընկնի, ծառայությունից մի րոպե ուշ եկեք, մի րոպե ընդամենը ուշացեք և ես էլ չկամ, որովհետև իմ չսիրած բանը և որ մանավանդ եկեղեցու ծառայողները ժողովից ուշանում են։ Բայց, ասենք ժամը 11-ին է, ամեն տեղ ես քարոզում եմ սա քարոզ չի, սա մարդկանց կարգի հրավիրել է, ժողովուրդ ջան, ժամը 11-ը տանից դուրս գալու ժամը չի։ Դա եկեղեցում լինելու ժամն է, բայց հայության սինդրոմը, այդ հիվանդությունը, լսում են, ծառայությունը ժամը 11-ին է, իրանք սենց են որոշում, այդ սինդրոմը սկսում է աշխատել, այդ բակտերիան, ժամը 11-ին ես տանից դուրս կգամ ու կհասցնեմ ծառայությանը։ Սա հավոր վատ երևույթ է մեր հայության մեջ, սա անպատասխանատու դրվածք է, ես չգիտեմ մեր հայկական գենում ով է այս գենի մեջ այս հիվանդությունը մտցրել, բայց շատ վատ հիվանդություն է ժողովուրդ ջան։
Եվ տեսեք, ես ձեզ այսօր մի բանալի եմ տալու, որը կապ ունի հացի բազմացման հետ, եւ այս հացի բազմացումը եղավ նրա պատճառով, որովհետեւ սկզբից կարգուկանոն դրվեց, հետո նոր օրհնության միջոցով հացի բազմացումը եղավ։ Նորից մի ավետարանիչ հացի բազմացման պատմությունը 4 ավետարաններում կա. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովանես ավետարանիչները խոսում են հացի բազմացման այս հրաշքի պատմության մասին։ 5000 միայն տղամարդիկ։ Ես առաջներում, որ Մարկոսի այս հատվածը չէի տեսել, հեսա մի քանի վայրկյան հետո համարը կասեմ։ Մարկոսն ա տալի այդ նրբությունը։ Ես մտածում էի, խեղճ առաքյալներ, քիչ այդքան հացը բաժանեցին, վերջում էլ ընկան 5000 մարդ հաշվեցին, քանի ժամ էր պետք, որ այդ 5000 բացատեր, ամենքը միտեղ նստած էին 5000 մարդ, այդ ասում միայն տղամարդիկ, բա ինչքան կանայք ու երեխաներ կային։ 90-ականներին էր արդեն սովետը քանդվել էր, Գորբաչովի բանն եմ լսում խոսքը, ինչ որ քաղաքական հարցազրույց էր, ասում Հիսուսը 20000 մարդ կերակրեց, ասի սա ես որտեղից վերցրեց, գրված է 5000, հետո ինքն ասում է զարմացա ես այդ մարդու այդ խորիմաստ ուսումնասիրության վրա, այդ խորը, ասում ընդհանրապես եւ որ նայում եք ամեն հասարակական միջոցառումների ժամանակ, ինչքան որ տղամարդ կա այդտեղ, 3 այդքան էլ կին ու երեխա կա։ Փաստորեն 5, ընդեղ էլ 3 անգամ 5, 15-ից նու մի քիչ էլ հայություն անենք կհասցնենք 20000։ Հայությունը նկատի ունեմ չափազանցնել, ժողովուրդ ջան։ Հայերը սիրում են նաև չափազանցնել։ Ուրեմն Մարկոս 6-րդ գլուխ 39 եւ 40 խոսքերը ձեր սուրբ հեռախոսները կամ սուրբ գրքերը կարաք նայեք։ Մարկոսի ավետարան 6 39 եւ 40 խոսքերը։ Հիմա տեսեք ինչ հետաքրքիր նրբություն է Մարկոս ավետարանիչը նշում։ Սա պատահական բան չի։ Ուրեմն եւ որ Հիսուսը ասավ ոնց պիտի կերակրենք, հարց էր տալի, աշակերտներն էլ ասին բան չկա ուտելու, ասավ դուք կերակրեք, սրանք էլ խառնվեցին, ասին մենք ոնց կերակրենք, 200 դահեկանը մեզ որտեղից գնանք որտեղից ճարենք, ասավ ինչ ունեք, բերին իր մոտ, հետո դրանից հետո այս պատմությունն է սկսում։ Այդ ժամանակ նրանց կարգադրեց, առաքյալներին, 12 առաքյալներին կարգադրեց, ուշադիր լսեք, որ բոլորին խումբ նստեցնեն դալար խոտի վրա, եւ նրանք 10 նստեցին 100 եւ 50 Նոր դրանից հետո, երբ առաքյալները այս մեծ բազմությանը խումբ նստացրին, այսինքն մի դասի մեջ ընդեղ լավ էր հայ չկար, թե չէ մի դասի մեջ մի 52 հոգի էր ելելու, այն մեկի մեջ էլ 104 կամ 96 Հայերը կպակասացնեն նման դեպքում, որ ներվահան չլեն, դե մի որտեղից 4 հոգի ճարեմ, սյո տեր, այստեղ 100 հոգի են։ Ոնց են շատ եկեղեցու առաջնորդներ բանանում, սենց գովազդում, քանի հոգի ունեք, ժողովին գնում ես 15-16 հոգին, 50 հոգի մարդ ունենք եկեղեցում։ Այս հայկական սինդրոմների մասին, չգիտեմ ում համար եմ խոսում, բայց այս մտքերը շատ հատուկ գալիս այնց որ խոսամ։ Ուրեմն կարգուկանոն դնելուց հետո, եւ որ Հիսուսը 10 նստեցրեց այս մարդկանց, նոր դրանից հետո այդ 5 հացը 2 ձուկը ձեռքերի վրա բարձրացրեց դեպի երկինք, օրհնեց եւ նոր դրանից հետո սկսեց բազմացումը։ Սկզբից կարգուկանոնը Ուզում ես զորությունը տավելանա, դուք քեզ դաստիարակի։ Ես ասեմ ձեզ, այս կարգուկանոնի համար հալածվել եմ հենց իմ ընտանիքի կողմից եւ կոնկրետ եղել է դեպք, որ ջավախքում էլ բողոքել եմ, որ այս եղբայրը այս ինչի անընդհատ մի ուշացեք վարքյան, Ժորժ ջան, եթե ես ինձ ասել եմ, որ ժամը 9-ին խնդրում ենք տեղում լինեք, ես ժամը 8-ին պարտադիր տեղ եմ։ Կյանքում չի լինի նման դեպք, որ ես ինչ-որ մի ծառայությունից կամ ինչ-որ մի գործից, ինչքան ուզում եմ փոքր լինի, փոքր երեխայի հետ, ինձանից 20 տարի երիտասարդ տղաների հետ եմ պայմանավորվել, ես 10 րոպե շուտ եմ այդտեղում եղել, որովհետև ես գիտեմ կարգուկանոնից արձակվող աստվածային զորությունը։ Ու որ շատ էի խոսում կարգուկանոնի մասին, կինս մի օր ասավ, շատ ես նեղում էլի ծառայողներին, ասավ, չի լինի մի քիչ այս թեման թողած,
Ես վատը զգացի, ասի Տեր Աստված, կարող է ես սպիտակ ագրավեմ սևերի մեջ, կարող է գույնս փոխեմ, իրոք ես սկսեցի ինձ նախատել, հավատացի, որ դե բնական է, կարող է իրոք չափից դուրս եմ սխմում կարգ ու կանոնի վրա, մեկ էլ կարող է թիվը շփոթեմ 2015 կամ 16 թիվն էր, երևի Քերոլ Սինգլթոնը հյուր էր եկել Հայաստան, ինքը մարգարեական անձնավորություն է եւ Գյումրիում սեմինար կար, այդ ժամանակ մենք գործերով ալավերդի ենք, բայց մեր ջավախքի թիմը եկել էր Գյումրի, Աշոտ եղբայրը հատուկ հրավիրել էր, մենք էլ ալավերդցիների հետ գնացինք ու հիշում եմ, որ այս քույրիկ ասավ, այստեղ հովիվներ կան, հովիվներին սենց կանգնացրեց դեմ արդեմ ժողովրդի դեմ, ասավ ես ուզում եմ հովիվների համար աղոթեմ, որովհետև իրանց համար խոսք ունեմ։ Ես համարյա մեջտեղն էի կանգնած, առաջին այս քույրը մոտեցավ, մատը դրեց այս մատը դրեց իմ վրա, գիտեք ինչ ասավ ժողովուրդ։ Մինչև հիմա ես մխիթարվում եմ այդ խոսքերը հիշելիս։ Ասավ դու շատ կարգ ու կանոնով մարդ ես եւ Աստված դա շատ է հավանում։ Ջավախցիները խոչեն ծիծաղում, կինս ընդեղ լրիվ փլվել են, հետո գիտեն ես, ասենք այդ ինչի համար էր։ Ասի փառքը շատ Տեր Աստված, ես էլ արդեն մտածում եի սպիտակ ագրավ եմ սևերի մեջ։ Ու շատ մխիթարվեցի, հետո դրանից հետո արդեն ասի լսեցիք։ Ուրեմն խելոք սովորեք կարգ ու կանոնը պահել։ Եթե ժամը 11-ին է որոշված 10 րոպե շուտ եք, եթե մի բան եք պայմանավորվել, աշխատեք, սա զորության աղբյուր է սիրելիներ։ Եթե դու ուզում ես զորություն ունենաս, դու պիտի սովորես կարգ ու կանոն ունենաս։ Եթե քո աղոթքի կյանքը թափթփված է, մարդիկ կան, 2 օր կարող է 2 օրվա մեջ 10 ժամ աղոթեն, հաջորդ 10 օրերը էլ իրանք չեն էլ հիշում Աստծո մասին։ Այսինքն եթե դու մի անձնավորություն ես, որ կարաս 10 քայլ առաջ գնաս մի անգամայից, հետո հաջորդ 2 օրերը 20 քայլ հետ գնաս, ինչ իմաստուն էր այդ 10 քայլ առաջ գնալը։ Ավելի լավ է մի քայլ հաստատուն առաջ գնալ այս կյանքի մեջ, քան թե 20-ը մի անգամայից առաջ գնաս, հետո 30-ը հետ գաս։ Գիտեք ովքեր են այսպիսի վիճակում, ովքեր անկարգ են։ Անկարգ են ոչ թե վարքի առումով, այլ իրանք իրանց կյանքին չեն հետևում։ Ընդհանրապես կարգ ու կանոնը, ժամանակը, աղոթքի, ծոմի, ես դրա համար ասի ծոմապահության սեզոն որոշեք ձեր համար։ Եվ մի վերջի կետ մնաց ու հետո կաղոթենք սիրելներ, ուրեմն զորության աղբյուրներից, հզորագույններից մեկը դա փառաբանությունն է։ Գոհացող սիրտը և փառաբանող սիրտը։ Սա զորություն արտադրող աղբյուր է։ Հետո մի բան էլ ասեմ ձեզ։ Մարդը եւ որ ինքը գոհացող սիրտ ունի, պատճառը նա է, որ այս մարդը Աստծո հետ հարաբերություն ունի եւ ինքն իր վրա աշխատում է։ Բայց այն մարդիկ, ովքեր որ գոհացող սիրտ չունեն, միայն հավատացյալների մեջ են հիշում դա եւ ասում են այո փառք Տիրոջը, հետո մի րոպե հետո մոռանում են, որ իրանք ասել են փառք Տիրոջը, ով է, ինչ անգամ մի մեռնեի բրծնեի գնա, այս ինչ ընտանիք, այս ինչ երեխեք են, այս ինչ եկեղեցի ազզվել եմ արդեն, այս մարդիկ չունեն այդ սիրտը, որովհետեւ հարաբերություն չունեն, որովհետեւ իրանք իրանց վրա չեն աշխատում, հասկանում եք, ուրեմն որպեսզի ունենանք գոհացող սիրտ, մենք պիտի մեր սիրտը հաճախակի Աստծո առաջ բացենք եւ ասենք Տեր, իմ այս տրտնջացող, այս նվնվացող, այս լացկան, այս բողոքող էությունը խնդրում եմ փոխի։ Եթե դու համաձայնվես, Աստված քեզ այդ կարողությունը կտա։ Եվ գոհացող սիրտը հետո դառնում է փառաբանող սիրտ։ Ճիշտ է, պանդեմիայից եւ պատերազմից հետո խնդիրները այնքան շատացան, որ մեկ-մեկ ես որ առավոտները աղոթում եմ, մեկ էլ ինձ բռնացնում եմ այնտեղի վրա, որ փառաբանությունը թողած ընկել եմ, խնդրագրքեր եմ բացել Աստծո առաջ, այս կարիքները, այն կարիքները, ասում եմ Տեր ջան, կներես, ախր ամենակարևոր բանը, որպեսզի երկնային իրականության մեջ ակտիվանա Աստծո զորությունը, ես պիտի փառաբանեմ։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի հզոր տեսիլք, որ Տերը ինձ ցույց տվեց, այդ ժամանակաշրջանում Աստված ինձ շատ առավոտ շատ շուտ էր ոտքի հանում, 4-ին 5-ին ես աղոթքի էի կանգնում եւ շատ ծանրաբեռնված աշխատում էի, օրը 12 ժամ ծանր աշխատանքի մեջ էի, բայց շուտ էլ քնում էի, դա էլ ասեմ ձեզ, դրա համար էլ Աստված ինձ բաներ ասել։
9:30-ից 10-ի մոտ ադբոյ էր ժողովուրդ ջան, այսինքն ես գնում էի նանիկ անելու։ Եվ դրա համար կարողանում էի ժամը 4-ին կամ 5-ին վեր կենամ։ Ինձ վեր էր կասնում Աստծո զորությունը, ես դա այնքան ուրախությամբ էի անում, ու մի առավոտ, երբ որ ես վեր կացա, ես զգացի, որ Աստված ինձ ուզում է հոգևոր պատերազմի մեջ տանի, մի մեծ խմբի համար գիտեի, որ այնտեղ խնդիրներ առաջացել եկեղեցու մեջ ու Աստված պատերազմի էր տանում, մի քանի օր այդ պատերազմը գնում էր, ես հոգուս մեջ զգում էի այդ պատերազմը ու ինձ համար արդեն դժվարություն էր եւ այդ առավոտը, որ վեր կացա, մտածեցի, որ այսօր գոնե sense մի հատ փառաբանության ուրախության զորություն կգա, հենց սկսեցի աղոթել, մեծ տեսիլք եմ տեսնում, սև ամպեր եւ այդ մարդկանց գլխին եւ Տերն ասում է՝ պիտի պատերազմես։ Ես համարյա արդեն ուզում էի բողոքեմ մեկ է Եսայի 62-ի 7 խոսքը, ես ինչի եմ հիշում, անգիր չեմ արել, այդ ամիսներին հատուկ շոշափելի ձևով Աստծո խոսքը գալիս էր իմ մեջ, ով դուք Տիրոջը հիշողներ, լուռ մի մնաք եւ նրան դադար մի տվեք, միչեւ որ նա Երուսաղեմը երկրի գովելի քաղաքը դարձնե։ Եվ ես չհասցրի բողոքեմ, որ Աստված ջանելի պատերազմ եւ Աստված ինձ զորացրեց եւ ես սկսեցի պատերազմել եւ այդ ժամանակ եւ որ ես առավոտ կանուխ էի վեր կենում, ես մտածեցի, որ երևի ես մի քանի 100 հավատացյալների մարզի մեջ, երևի մենակ ես եմ, որ մենակ եմ վեր կենում։ Բայց այդ առավոտ Աստված մի ուրիշ բան էլ ինձ ցույց տվեց։ Եվ որ ես սկսեցի փառաբանել Տիրոջը, ես մի հատ մեծ գեղեցիկ կանաչ մարգագետին տեսա եւ լիքը ծաղիկներ այդ մարգագետնի մեջ ու այդ բոլոր ծաղիկները իրանց երեսները գեղեցիկ այդ թերթերը բացած նայում էին երկինք եւ փառաբանում էին եւ Տեր ասավ դու մենակ չես բոլոր իմ ստեղծած այս հոգիները երկրպագում են ինձ ես ողջևորվեցի ես ուրախացա մեկ լինում է չէ նեղության ժամանակներ որ դու պայքարում ես ու քեզ թվում է որ դու մենակ ես Աստված ասում է դու մենակ չես քո նման լիքը եղբայրներ եւ քույրեր քո հետ պատերազմում են եւ քո հետ պատերազմ են մղում եւ քո հետ նաեւ փառաբանում են Տիրոջը այսօր այսքանը եղբայրներ քույրեր ուրեմն չմոռանաք զորություն արտադրելու համար մենք պիտի կիրառենք այս օրենքները աղոթքը, կարգուկանոնը, ծոմապահությունը, անապատից ոչ թե պիտի փախչենք, եթե Աստված ինձ ու քեզ տարել է անապատի մեջ, մենք պիտի մնանք այդ անապատի մեջ Աստծո որոշած ժամանակով։ Մեկը, եթե որոշեցիր փախչես, մի ուրիշ անապատ առաջդ գալու, ավելի լավ է խելոք մնաս այդ անապատի մեջ։ Մի վիճակ է, որտեղ Աստված քեզ է ուզում փոխի եւ ոչ թե քո ընտանիքի անդամներին։ Կա այսպիսի իրավիճակներ, դու մի գործի տեղ ես ընկել, որ ոնց որ սա հատուկ քեզ կծում է ու դա դուրը չի գալի եւ դու ուզում ես այդ մարդկանց փոխես բայց Աստված պատահական չի դրել քեզ այդ վայրի մեջ հենց դու փոխվես այդ մարդիկ փոխվելու են հենց դու փոխվես քո ընտանիքի անդամները փոխվելու են քո հարևանը փոխվելու է առաջինը ես ունեցել եմ հալածանք հավատքի համար իմ վերևի հարևանների կողմից ու դա դժվար էր անկեղծ, որովհետև շատ վատ էին իրանց պահում։ Մենք սկսում էինք ներքևը փառաբանել իրանք վերևից դղդղկացնում էին։ Ես ուզում էի բարձրանամ, ասեմ, լավ, ինչ ենք անում մենք։ Ձեր երեխեքը ամբողջ օրը մեր գլխին բանի, ոնց որ ստադիոն լիներ, դղ։ Բայց էմոցիաները զսպում է ասում է Տեր, քո համար պիտի համբերեմ։ Հետո նենց ստացվեց այս մարդիկ նեղության մեջ ընկան ու ես գնացի իրանց օգնեցի։ Մի քանի անգամ։ Ու այս մարդիկ փոխվեցին, լրիվ փոխվեցին։ Ու ես հասկացա, թշնամուն սիրելը դա է։ Քո վատը կամեցողին լավություն ես անում, դու այդ մարդու սիրտը շահում ես։ Դու պատկերացրու մեկին անփույթ վատություն անես, ու այդ մարդը քեզ կոպտի։ Դու էլ իր մոտ չես գնա։ Ու այդ մարդը լինի հավատացյալ։ Մեր հարևանները գիտեն, որ մենք հավատացյալ ենք, ու եթե մեր ժպիտի փոխարեն իրանք մուննատ դեմք են հնձում, հայկական մուննատ դեմք, էս էլ է հայկական։ Հայի մուննատը լրիվ ուրիշ մակարդակ է։ Ու այդ հարևանը այդ մուննատ դեմքը որ տեսնում է, իր մեջ մտածում ասում է, սա է հավատացյալը։ Հենց ինձ տենում է ունքերը կիտում է։ Մենք պիտի աղոթենք մեր փոփոխության համար, իսկ դրա համար զորություն է պետք, զորության օրենքները կիրառենք,
աղոթքը, խոսքը, ծոմը, կարգ ու կանոնը չմոռանաք սիրելներ, հաջորդ կիրակի 11-ին 15 պակաս դուրս չգաք տանից, 10-ին դուրս եկեք, որ 11-ին 15 պակաս ստեղ ըլեք։ Եկեք ձեր եղբայր քույրերի հետ շփվեք, մեկի համար աղոթեք, առանձնացեք, միտեղ աղոթք արեք, ծառայության համար։ Տերը օրհնի ձեզ, կանգնենք աղոթքի։ Թող Աստված մեր մեջ պեչատի, կնիքի նման դնի, զորություն, Բերտ Քլենդենն ասում է, զորություն մեզ պետք է ոչ միայն խոսալու համար, այլ լռելու համար նաև։ Մենք մտածում ենք զորություն ունենանք, կրակի չասնենք երկնքից մարդիկ Հիսուսի համար հնձվեն, դառնան, բայց այնքան մենք զորության կարիք ունենք լռելու, ներելու, էմոցիաները զսպելու, մանավանդ հասարակական տրանսպորտի մեջ, մանավանդ այս ամառվա շոքին, մի կողմից են բրդում, մի կողմից են բրդում, մեկ ամփույթ ոտը դնում է ոտիդ վրա, դու էլ բասանոճկեքով, պճեղը տրորում ու ուզում ես այդ մարդու գլխին մի հատ տաս, բայց զորության օրենքով ապրող մարդը կարողանում է ինքն իրան տիրապետի։ Մուննա դեմքի փոխարեն դու ժպտում ես, ասում ես ոչինչ, բոլորիս հետ է պատահում է։ Բացասական էմոցիան միշտ է կա, բայց եթե ես ու դու զորության օրենքի մարդ ենք, զորությունը մեզ կարողություն է տալու անուշ ու քաղցր ժպտալու, մեր Հովհաննես եղբոր նման։ Փառք Տիրոջը, աղոթենք թող Տերը իր զորության օրենքները հաստատի մեր մեջ ուժեղ ախորժակ գրգռի Աստված։ Արթնություն ենք ուզում, բայց գին է պետք վճարել, օրենքներ կա, որոնց մեջ Աստված ուզում է մեզ թաթախի այդ օրենքների մեջ, որ մարդիկ մեզ հետ հանդիպեն, մեր վրայից ոչ թե մուննաթի հոտ կա, դժգոհության հոտ կա, այլ աղոթքի հոտ կա, աղոթքը հոտ ունի։ Տարիներ առաջ մեր լուսահոգի Ռաֆի եղբայրը մի անգամ ասավ, ես զարմացա, հետաքրքիր է, այդ ինչ հոտ է, ու մի օր այդ հոտը ես առա, դա մի հոտ չի, իմ կարծիքով դա մի քանի հազար հոտային երանգներ ունի, որովհետև աղոթքի մեջ և որ Աստված գալիս է, նա որ այսքան միլիոնավոր ծաղիկներ ու ծաղիկների բույր է ստեղծել, Հովհաննես եղբոր օծությունը այսօր եկել այն վրա, այսքան բյուրավոր ծաղիկներ ու ծառեր է ստեղծել, որ մենք հոտ ենք քաշում ու հաճույք ենք ստանում, պատկերացնում եք ինքը ինչքան յուղի մեջ թաթախված ամենակարող Հայրը ինչ հաճելի հոտեր է գալի իր վրայից։ Դրա համար աղոթքը հոտ ունի, եւ որ նա գալիս է, մենք այդ հոտը առնում ենք, փառք Տիրոջը։ Փառք ենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, փառք ենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս Տարածենք մեր ձեռքերը դեպի մեր Տերը, նա գիտի, տեսնում է եւ նա ուզում է լցնի մեզ։
Տեր, այո Հայր։ Մի պահ ուղղակի, մի կարճ, մի քանի վայրկյան լռիր, բայց որոշումների համար, նոր որոշումների համար։ Զորության աղբյուրից մենք հենց այնպես չենք կարող օգտվել։ Դրա համար Աստված կանոններ ա դրել, եւ ամենամեծ կանոնը դա նրա հետ հարաբերությունն է, որի անունը մենք դրել ենք աղոթք։ Ամենակարող Աստված այսօր որոշում կայացրու։ Այս գալիք մի ամիսը սովորի կարգ ու կանոնով աղոթել։ Այս գալիք մի ամիսը սովորի շաբաթը 2 անգամ ծոմ պահել։ Աստված կարողություն ու շնորհ կտա, եթե դու որոշում կայացնես։ Որոշում կայացրու, որ այս գալիք ինչու համար մի ամիսը մեզ որ վարժեցնենք, արդեն մեր մոտ դա կսկսի աշխատել։ Շնորհք ենք խնդրում քեզանից երկնավոր Հայր։ Քո կյանքի մեջ կարգ ու կանոն բեր։ Քո կյանքի մեջ կարգ ու կանոն բեր։ Որոշում կայացրու, չուշանալու, ընդհանրապես ոչ մի տեղից չուշանալու։ Ոչ թե գիշերը ժամը 2-ին քնես եւ արդեն կեսօրին նոր զարթնես, սա շատ վատ բան է։ Սա շատ աննորմալ ռեժիմ է եւ սրա համար մենք չենք կարող արդարանալ Աստծո առաջ։ Աստված քնի համար էլ է ժամանակ որոշել եւ զարթնելու համար էլ։ Պատահական չի, որ գրված է, եթե դու առավոտները կանուխ նրան փնտրես։ Չի գրված կեսօրին կամ երեկոյան, գրված է առավոտները կանուխ փնտրել նրա երեսը, միանալ երկնային իրականության հետ։ Երկնավոր Հայր, ես աղոթում եմ, որ իրոք բոլորիս որոշումների մեջ մի նոր մակարդակ կա Տեր։ Բոլորիս որոշումների մեջ։ Եվ ես այս որոշումը կայացնում եմ նրա համար, որ ոչ թե որ արդյունավետ ծառայեմ, վկայեմ կամ աղոթեմ, ոչ, հենց իմ կյանքի մեջ Աստծո ներկայությունը ավելացնելու համար, հենց իմ կյանքի մեջ զորության աղբյուրը բացահայտելու համար, որ հավատամ, որ հասկանամ, որ համոզվեմ իմ սեփական փորձով, որ Աստծո զորությունը գործող զորություն է։ Եվ Աստված անհնարին բաները կարող է հնարավոր դարձնել։ Եվ սա տեղի է ունենում այն մարդկանց կյանքում, ովքեր որ զորության օրենքները պահում են։ Շնորհակալ ենք Հայր։ Փառք ու պատիվ քեզ ամեն բանի մեջ եւ ամեն բանի համար։ Մեր Հայր Տեր Հիսուս Քրիստոսի հզոր անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի ձեզ։ Սրտիս միակ թափակն է մեծարել քեզ Տեր և ողջ սրտով Աստվածի օրհնում եմ քեզ իմ ոչներ աշխարհը տալիս է օրհնություն քեզ միակ սերս դու ես Տեր
Քեզ հետ եմ լինել